Այսօր ես ուզում եմ խոսել եկեղեցու ծնունդի մասին։ Դրա համար ուզում եմ կարդալ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-րդ համարից։ Հիսուսը Փիլիպոսի Կեսարիայի կողմերը գալով իր աշակերտներին հարցրեց ու ասեց. «Մարդիկ ով են ասում, թե ես մարդու որդին ով է»։ Նրանք էլ ասում են, ոմանք ասում են, որ դու Հովանես Մկրտիչն ես, ոմանք ասում են Եղիան, ոմանք ասում են Երեմիան, ոմանք ասում են մարգարեներից մեկը։ Ասում են նրանց. ապա դուք ինձ համար ով եք ասում, թե եմ։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց. դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Հիսուս ասում է նրան. երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, քանի որ մարմինն ու արյունը քեզ չհայտնեցին սա, այլ իմ հայրը, որ երկնքումն է։ Ես քեզ ասում եմ, թե դու Պետրոս ես, ու այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները նրան չեն հաղթի։ Երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տամ, եւ ինչ որ երկրի վրա կապես, երկնքի մեջ կապված պիտի լինի, եւ ինչ որ երկրի վրա արձակես, երկնքի մեջ արձակված պիտի լինի։ Ապա աշակերտներին պատվիրեց, որ մարդու չասեն, թե ինքը Քրիստոսն է։ Այսպիսով Մատթեոսը պատմում է, որ Տեր Հիսուսը աշակերտների հետ եկավ Կեսարիա եւ այնտեղ հարցում արեց. ինչ են ասում մարդիկ իմ մասին, ով եմ ես, եւ լսեց տարբեր կարծիքներ։ Զարմանալի է, բայց մարդիկ կային, որ մտածում էին, որ Հովանես Մկրտիչը, ում գլխատել էին, Տեր Հիսուսն է, Հովանես Մկրտիչը, կամ Եղիան, որ դարեր առաջ Աստծո մարգարեն եղել էր երկրի վրա, նորից Եղիան է եկել, կամ Երեմիան է, կամ մարգարեներից մեկը։ Եվ Տեր Հիսուսը հարցնում է. իսկ դուք ինչ եք ասում, ով եմ ես։ Եվ նրանցից Սիմոնը ասում է, որ դու ես Քրիստոսը, դու ես Մեսիան, դու ես խոստումը, որ տրված էր Դավիթ թագավորին, որ քեզանից մի որդի պիտի դուրս գա, որ հավիտենական թագավոր պետք է լինի քո տան վրա, որ լինելու է Մեսիան։ Այ դու հենց Մեսիան ես, դու Քրիստոսն ես։ Ու Տեր Հիսուսն ասում է. երանի քեզ, որովհետև մարմինը եւ արյունը քեզ սա չհայտնեցին, այլ հայրս, որ երկնքումն է։ Ինչ է նշանակում մարմինն ու արյունը քեզ սա չհայտնեցին։ Սա նշանակում է, որ մենք մարդիկս, մենք մեր մարմնի մեջ ունենք զգայարաններ։ Մենք տեսնում ենք, մենք լսում ենք, մենք հոտոտում ենք, մենք համտեսելիքի զգայարանն ունենք, մենք շոշափում ենք, մենք մարմնով ապրելով այս երկրի վրա, այս աշխարհից տարբեր ինֆորմացիա, տեղեկատվություն ենք կարողանում վերցնել եւ կարողանում ենք բաներ իմանալ մեր մարմնի կարողության հաշվին։ Բայց Տերն ասում է, որ քո մարմինը ու քո արյունը սա չհայտնեց քեզ։ Դու քո մարդկային կարողությամբ չհասկացար, որ ես Քրիստոսն եմ։ Ոչ էլ արյունը սա հայտնեց, ոչ էլ գենետիկ առումով, այնպես չէ, որ քո դասիրակությունը, քո կրթությունը, քո հայրերից ավանդած ժառանգությունը թույլ տվեց, որ արյունով պապուց հորին, հորից որդով այդպես սերնդեսերունդ շարունակվում է, այդպես չէ, որ դու կարողացար հասկանաս, որ ես եմ Քրիստոսը, այլ ինչպես հայրս, որ երկնքումն է, նա քեզ հայտնեց սա, ու դու երանելի ես։ Այո, ես եւ դու Աստծո առաջին երանելի ենք, եթե Աստծուց մեզ բացված է, հայտնված է, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին։ Եվ ինչ ասես Տերը, դու Պետրոս ես, ասում եմ քեզ։ Այո, մարմնից ծնված որպես մարմին, դու Հովնանի որդի Սիմոնն ես, բայց Աստծո տված հայտնությունը, որ ես Քրիստոսն եմ, քեզ դարձնում է Պետրոս։ Պետրոս անունը թարգմանվում է քար, եւ Տերը շարունակում է. եւ այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին ու դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Շատերը մտածում են, որ
ժայռը, վեմը, որի վրա Տերը պիտի շինի իր եկեղեցին, Պետրոսն է։ Բայց չէ, Տերը չի ասում Պետրոս քեզ վրա կշինեմ իմ եկեղեցին։ Ասում է այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Եվ հուներենում այս խոսքերը նաև շատ բառախաղի են նման։ Հուներենում այսպես է, ես քեզ ասում եմ դու Պետրոս ես եւ Պիտրայի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Պիտրան նշանակում է վեմ, ժայռ։ Այսինքն քարը ինչից են ստանում։ Քարը կտրում են, պոկում են, կոփում են եւ առանձնացնում են մեծ ժայռից, վեմից։ Տեր ուզում է ասել, որ դու Պետրոս ես, դու քար ես, որովհետև այդ մեծ ժայռից դու պոկվեցիր։ Իրականում ով է վեմը։ Նայելով 5 կտակարանի գրվածքներին, Եսայա մարգարեից ես առանձնացրեցի մի քանի հատվածներ։ Ուզում եմ այն ընթերցել մեզ համար։ Եսայա 26:4-ը Հավիտյան Տիրոջը հուսացեք, քանի որ Տեր Աստված հավիտենական վեմ է։ Եսայա 30:29 Դուք երգեր պիտի ունենաք Սուրբ տոնի գիշերվա պես ու Իսրայելի վեմին Տիրոջ լերը գնալու համար։ Ինչու եմ այս տեղերը ընթերցում, որ տեսնենք ով է վեմը, ժայռը, Աստված է, որ ինքը իրեն այդպես է կոչում։ Եսայա 44:8 խոսք. Ինձանից բացի Աստված կա, Աստված հարց է ուղղում իր ժողովրդին, ինձ ու քեզ։ Նա ասում է ինձանից բացի Աստված կա ու պատասխան է տալիս։ Իրականում ուրիշ վեմ չկա, ուրիշին չեմ իմանում։ Ինչ հզոր է, չէ՞ ասված։ Տերը հարց է ուղղում, ասում է, արդյոք դուք գիտեք ինչ որ մի ժայռ, մի ամրություն, ով կլինի վստահելի, ում վրա դուք կարող եք հենվել, հիմնվել, կառուցվել այդ ժայռի վրա։ Ինչու, որովհետև տունը, կյանքը կառուցվում է ժայռի վրա։ Ասում է նա, որ ես ուրիշ վեմ չեմ ճանաչում բացի ինձանից։ Եվ տեսանք ինչ էր ասված, հուսացեք այդ ժայռին։ Եսայա 51-ի առաջին խոսքը։ Արդարության հետևողներ, Տերը փնտրողներ, ինձ լսեք։ Ով է այս կոչը անում, տեսեք։ Աստված ինքն է կոչ անում։ Եվ այս կոչը, այս խոսքը ում է ուղղված։ Արդարության հետևողներ, Տերը փնտրողներ։ Այսինքն, եթե մեկը որոշում ունի արդարության ճանապարհների մեջ գնալ եւ ինչ անել, Տիրոջը որոնել, Տիրոջը փնտրել, այս կոչը Աստված ուղղել է այդ մարդուն։ Եվ ինչ է ասում։ Այն վեմին նայեք, շարունակության մեջ է ասված։ Եթե արդարության հետևողն եմ ես կամ դու, ինչ է ասված ինձ ու քեզ։ Եթե մենք Տիրոջը փնտրողն ենք, Տերը ասում է ինձ լսեք եւ ինչ է ասում։ Այն վեմին նայեք, որից կոփվել եք։ Այս կոփվել բառը մի քանի թարգմանություն ուներ, ես նայեցի, իմաստը սրանումն է, երբ որ մեծ ժայռից վերցնում են եւ սկսում են գործիքի միջոցով հարվածել եւ կտոր առանձնացնել, կտոր պոկել։ Կտրվածք են անում եւ քար են վերցնում։ Եվ Տերն ասում է, որ երբ որ դուք ինձ նայեք, դուք կհասկանաք, որ ես ժայռն եմ, իսկ դուք, երբ որ արդարությունն եք սիրում, երբ որ որոշել եք արդարության ճանապարհներով քայլել ու ինձ փնտրել, դուք կհասկանաք, որ դուք ինձանից եք պոկված, դուք իմ մի կտորն եք, ինձանից եք առանձնացված։ Եվ հիմա նորից գանք Մատթեոսի ավետարան։ Ես քեզ ասում եմ, որ դու երանելի ես, Սիմոն, Հովնանի որդի, ինչու՞։ Որովհետև Հայր Աստված քեզ այս հայտնությունը տվեց, որ ես Քրիստոսն եմ։ Ու երբ որ այս հայտնությունը դու առար երկնքից, գերբնական, առանց մարդկային կարողության, առանց քո տեսնելու, առանց քո ֆիզիկական ականջով ինչ որ փաստ լսելու, այլ հոգուտ մեջ Աստված իր հոգով այս գաղտնիքը քեզ բացեց։
սա քեզ դարձնում է քար, քար, որը վեմից է կտրված, որը իմ էությունից է պոկված, որը իմ կյանքը իր մեջ ունի, եւ դու դարձար քար, եւ ես այս ժայռի, այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Որն է վեմը, որի վրա Տերը պատրաստում է շինել իր եկեղեցին։ Վեմը հենց ինքը Աստված է, որի վրա կառուցվում է Աստծո եկեղեցին եւ ուրիշ հիմք, ուրիշ ժայռ չկա։ Եվ նա շարունակեց. եւ ես իմ եկեղեցին կշինեմ։ Ումն է եկեղեցին։ Եկեղեցին մարդունը չէ։ Եկեղեցին Հովվինը չի։ Լույսի տուն եկեղեցին իմս չէ։ Ումն է, Քրիստոսինն է։ Ու երբ որ Քրիստոսինն է, տեսեք, նաև իմն է, նաև քոնն է, նաև այն քարերինն է, այն Պետրոսներինն է, որոնք հայտնություն են առել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ինչու է նաև մեր եկեղեցին, որովհետև մենք իրանից ենք պոկված, մենք այդ մեր ժայռի կտորներն ու մասնիկներն ենք։ Եվ ինչ հիասքանչ է Հիսուսն ասել. ես իմ եկեղեցին կշինեմ։ Ով ունի կարողություն եւ զորություն եկեղեցին շինելու եւ բարձրացնելու։ Տեր Հիսուս Քրիստոսը։ Մարդը իր ունակությամբ, իր կարողությամբ չի կարող եկեղեցի շինելու բարձրացնել։ Ու Տեր Հիսուսը չի շինում մարդկանց եկեղեցին։ Տեր Հիսուսը շինում է իր եկեղեցին։ Ինչ է եկեղեցի։ Եկեղեցին ժողովքն է։ Մարդկանց հավաքույթը, որը ունի նպատակ։ Ու երբ որ Տեր Հիսուսը այս խոսքերը խոսում էր առաջին դարում, հուներենում գրված եկլեսիա խոսքը նշանակում էր մարդկանց հավաքույթ, որոնք հավաքվում են նպատակով։ Կային տարբեր եկլեսիաներ, կային հասարակական ժողովքներ եւ հույները սիրում էին հավաքվել մեկտեղ եւ քննարկել քաղաքական թեմաներ, իրենց երկրի պետական հարցեր, փիլիսոփայական հարցեր էին բարձրացնում, տարբեր նպատակներով ժողովքներ կար։ Բայց Հիսուսն ինչ ասում. ես իմ եկլեսիան, ես իմ ժողովքը կշինեմ։ Որն է Քրիստոսի ժողովքը, երբ ես եւ դու, երկուսս, երեքս եւ ավելին հավաքվում ենք Հիսուսի անվան շուրջ եւ մեր նպատակը լինում է Քրիստոսը։ Եվ այդ ժամանակ Տերը գալիս է իր ներկայությամբ եւ սկսում է շինել իր եկլեսիան, իր ժողովքը, իր եկեղեցին։ Բայց եթե մարդիկ սկսում են մտածել, որ ես եմ շինողը, սա իմն է, ուրեմն դա այլ Աստծունը չի եւ Աստված չի շինի։ Փարտիրոջը, որ ես եւ դու հասկանում ենք, որ սա Քրիստոսի ժողովքն է եւ մենք դրա մասն ենք։ Եվ Տերը ինչ է անում։ Տերը կշարունակի շինել իր եկեղեցին մեր մեջ։ Դարերի ընթացքում այս խոսքը, որ այստեղ գրված է, եղել են մեկնություններ, որ քրիստոնյաները մտածել են այսպես, որ Պետրոսը այն ժայռն է, որի վրա Քրիստոս պիտի շինի իր եկեղեցին։ Բայց այդպես չի։ Շարունակության մեջ ինչ է ասում, ասում է, որ երբ որ ես իմ եկեղեցին շինեմ, դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Պարզվում է, որ դժոխքը դռներ ունի։ Ինչի համար են դռները։ Մուտք ու ելքի համար։ Դժոխքի դռներից ովքեր են դուրս գալիս։ Դևերը։ Եվ դևերը դժոխքից դուրս են գալիս, մուտք են գործում այս աշխարհ, եւ նրանք ինչ են փորձում անել, ո՞րն է նրանց նպատակը։ Ինչ առաքելություն ունեն սատանայից դևերը։ Նրանք դժոխքից գալիս են այս կյանք, այս աշխարհ, մարդկանց գայթակղելու, մարդկանց չարի եւ մեղքի մեջ տանելու համար։ Ինչի, որովհետև եթե մարդիկ ապրեն մեղավոր կյանքի մեջ եւ առանց Աստծո, օրերից մի օր ինչ կլինի, նրանք մահանալուց հետո կգնան դժոխք։
Այդ նույն դևերը ինչ կանեն նրանց, այդ նույն դռներից կքաշեն դեպի հավիտենական կորուստ։ Եվ դժոխքը բազում դռներ ունի։ Ու հնարավոր է, որ շատ են այդ դռները, եւ այդ ամեն դռներից մեկը մեկ անուն կարող է ունենալ։ Մի դուռը կարող է կոչվել շնություն, մի դուռը կարող է կոչվել պոռնկություն, մի դուռը կարող է կոչվել գողություն, մի դուռը կարող է կոչվել թմրամոլություն, մի դուռը կարող է կոչվել սուտ, անարդարություն, անօրենություն, եւ մենք այսպես կարող ենք այս դռները թվարկել եւ անուններ դրանց դնել։ Եվ այդ դռներից գալիս է գայթակղություն, գալիս են դևեր, որոնք զորություն ունեն այդ դռների համեմատ ինչ անելու, մարդկանց կյանքերի մեջ չարություն բերելու, մեղքը բերելու, եւ այդ դռներով ինչ անելու, մարդկանց տանելու դեպի կործանում։ Մեկի կյանքում կարող է լինել գինեմոլությունը, մեկի կյանքում թմրամոլությունը, մեկի կյանքում չգիտեմ որ մեղքը, որ սատանան ինչ է ուզում անել, բերի, թունավորի եւ մարդը գործելով այդ մեղքերը, հարատևելով այդ մեղավոր կյանքի ընթացքի մեջ, օրերից մի օր ինչ լինի, այդ նույն դժոխքի դռնով գնա հավիտենական կորուստ։ Բայց Հիսուսն ինչ ասում, ասում է ես իմ եկեղեցին կշինեմ ու դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Երբ որ եկեղեցին սկսում է բարձրանալ, դժոխքը հակառակվում է։ Դևերը թշնամին սկսում է գործել հակառակ, որ կանգնեցնի Աստծո ժողովքը։ Բայց Տերն ասում է, որ եկեղեցին օծված է եւ ունի զորություն Աստծուց հակառակ կանգնելու թշնամու ամեն զորությանը եւ որովիցե մի դուր, որովիցե մի դիվական զորություն չի կարող հաղթել իմ եկեղեցուն։ Իմ եկեղեցին կհաղթի բոլոր թշնամությունները սատանայի, կկողկրտի եւ առաջ կանցնի։ Եվ ես ասում եմ, որ դու երանելի ես եւ ինչ կլինի քեզ, երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տան։ Ու ինչ որ երկրի վրա կապես, երկնքի մեջ կապված կլինի, ինչ որ երկրի վրա արձակես, երկնքի մեջ արձակված կլինի։ Ինչ են երկնքի արքայության բանալիները։ Ինչպես են դրանք գալիս մեր կյանքի մեջ։ Դարերի ընթացքում քրիստոնյաները մտածել են, որ դրանք հատուկ բանալիներ են, որ արքայության բանալիները զուտ Հիսուսը տվել է կոնկրետ Պետրոսին, միայն Պետրոսը ունի, եւ նա պետք է դուռը բացի, որ մարդը մտնի երկինք։ Սրա մասին չէ։ Երբ որ մենք հայտնություն ենք ստանում Աստծուց, մենք հայտնության միջոցով բանալիներ ենք ստանում երկնքի թագավորության։ Ամեն մի Աստծո խոսքի հայտնությունը մի բանալի է, որը բացում է երկնքի թագավորության սրահները ու ճոխությունը մեզ համար։ Ինչպես մենք մտանք օրինակ այս շենքը։ Այս շենքը մտնելու համար դրսում կար դուռ։ Եվ այն փակ էր։ Բայց մեզ համար բացեցին ու մենք այս սրահը մտանք։ Անգամ երբ որ ներս ենք իջել, կոնկրետ հենց այս սրահը առանձին դուռ ունի եւ նորից կողպեկ կա դրված, որը ունի բանալի։ Ուզում եմ ասել, որ Աստծո թագավորության սրահները մոտ գործելու համար հայտնության կարիքը կա։ Ուղղակի զուտ խոսքը իմանալով չէ։ Երբ որ մենք գիտենք Աստծո խոսքը, բայց Սուրբ Հոգին կենթանացնում եւ հայտնում այդ խոսքի խորհուրդը, գաղտնիքը մեզ, մենք ինչ ենք առնում, բանալի, որը բացում է Աստծո արքայության այդ սրահը եւ տանում այդ խոսքի սրահի մեջ եւ այն ինչը որ այդ սրահում կա դառնում է մերը ու մենք կարողանում ենք օգտվել դրանից։ Որքան խոստումներ ունի Աստված իր խոսքում ասված, բայց չէ որ բոլոր խոստումները չեն որ կատարվել են կամ այսպես կատարվում են մեր կյանքում։ Հնարավոր է մենք գիտենք դրանք, հնարավոր է անգիր ցիտենք դրանք։ Բայց որպեսզի այդ խոսքը, խոստումը դառնա իրական կյանք իմ կամ քո կյանքի մեջ, մենք կարիք ունենք հայտնության ու հայտնության միջոցով բանալի ենք ընդունում ու մտնում ենք այդ սրահը եւ դա դառնում է մերը։
Եվ Տերն ասում է ինչ որ աղոթքով կապված կլինի, ինչ որ աղոթքով արձակես երկրի վրա, երկնքում արձակված կլինի։ Այո, հայտնությունը թույլ է տալիս ինչ անելու, իշխանություն ընդունելու Աստծուց։ Իշխանություն աղոթքի մեջ կանգնելու հայտնության խոսքի վրա եւ հռչակելու այդ խոսքի զորությունը եւ տեսնել թե ինչպես այդ խոսքը կյանքի մեջ գործում, կատարվում։ Նայենք Պետրոսի թուղթը, առաջի Պետրոս երկրորդ գլուխ։ Ինչպես են ներկայացնում Պետրոսը։ Երկրորդ գլուխ, երկրորդ համար։ Նորածին մանուկների պես բանական ու անխարտ կաթին փափագեք, որպեսզի նրանով մեծանանք մինչև փրկություն, որն է այդ կաթը, Աստծո խոսքն է։ Երբ որ մենք Աստծուց վերստին ծնունդ ենք ապրել, փոքրիկ երեխայի նման, Տեր ասում է, որ փափագ ունեցիր, քաղց ունեցիր Աստծո խոսքի հանդեպ, որովհետև Աստծո խոսքը որպես կաթ եթե ընդունես, ինչ կլինի, դու կաճես մինչև փրկության օրը կհասնես։ Քանի որ Տիրոջ քաղցր լինելու համն է կառել։ Մոտեցեք նրան, ում Տիրոջը, ով է նա, տեսեք, այն կենդանի ժայռին, վեմին, որ թեպետ մարդկանց կողմից անարգված է, բայց Աստծուց ընտրված ու պատվական է։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեք հոգևոր տաճար, Սուրբ քահանայություն Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հաճելի հոգևոր պատարակներ մատուցելու։ Ինչու եմ այս տեղը կարդում, որ տեսնենք հենց ինքը Պետրոս առաքյալը ինչ էր գրում ինձ ու քեզ։ Նա ասում է, որ մենք վերստին ծնված լինելով այդ երեխաների նման քաղց ունենանք Տիրոջ խոսքի հանդեպ եւ ում մոտենանք։ Կենդանի ժայռին, վեմին, Տիրոջը։ Պետրոսը գրում է, որ այո, ժայռը Քրիստոսն է։ Մենք պիտի նրան մոտենանք։ Ժայռը Պետրոսը չի, Պետրոսը ընդամենը քար է։ Ու երբ որ մենք նրան մոտենանք, ինչ կլինի։ Ես եւ դու, մենք ասում է դուք էլ կենդանի քարերի պես, դուք էլ Պետրոսների պես կլինեք եւ ինչ կլինի ձեզ բոլորով միասին, որպես հոգևոր տաճար, որպես եկլեսիա, որպես եկեղեցի, կաճեք ու կշինվեք ու կբարձրանաք, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հոգևոր պատարակ, անուշ խնկարկություն մատուցեք։ Սա հաճելի է Աստծուն։ Նորից այստեղ նայելով հաստատվում ենք այս վարդապետության մեջ, որ եկեղեցու հիմքը, ժայռը, որի վրա Աստված իր եկեղեցին շինում ու բարձրացնում է, հենց ինքը Աստված, հենց ինքը Հիսուս Քրիստոսն է այս վեմն ու ժայռը։ Եվ նրան ճանաչելը մեզ քարեր է սարքում։ Բայց ես ու դու կարող ենք չլինենք այդ քարերը։ Մենք կարող ենք գալ եկեղեցի, մենք կարող ենք լսել Տիրոջ խոսքը, բայց հայտնություն չունենալ եւ քար չլինել։ Մենք կարող ենք ուղղակի լինել այցելու եւ մտածել. դե լավ է, Կիրակի օրը կգամ Աստծո խոսքը կլսեմ եւ կգնամ։ Չէ։ Տերն ասում է եղիր քար։ Քար եղիր, որ այդ տաճարի մի մասը լինես։ Սա ինչ որոշում է։ Սա իմ ու քո որոշումը պիտի լինի։ Որ այս եկեղեցին ծնվել է, ես կլինեմ այս եկեղեցու մի քարը։ Եվ ես Հիսուսի ձեռքերի մեջ կլինեմ այդ մի քարը, որ ինչպես այս շենքը օրինակ, այս ֆիզիկական կառույցը, որի մեջ ենք հիմա, չէ՞ որ այն էլ սա էլ sense քարիկներով դրվել է քար առ քար եւ այս պատերը բարձրացել է այս կառույցը, այս շինությունը։ Այնպես էլ այս եկեղեցին կարիք ունի ինձ ու քեզ, որ մենք լինենք ամուր քարեր եւ Հիսուսը կարողանա օգտվել իմ ու քո ծառայությունից, որ հենվի իմ ու քեզ վրա եւ մեզ դնի իրար վրա եւ շինի իր տաճարը, իր հոգևոր տաճարը։ Հիշենք այն խոսքը, որ ասված էր, Տեր Հիսուսն ասեց. քանդեք այս տաճարը
ու ես 3 օրում այն նորից կկանգնեցնեմ։ Ու հրյաներն ինչ արեցին, գայթակղվեցին, ասեցին, ինչ է ասում նա։ 46 տարի Սողոմոնի ժամանակ պահանջվեց, որ այս տաճարը կառուցվի։ Ինչպես է նա ասում, քանդեք ու 3 օրում ես կշինեմ այն։ Ու սա հասկացան աշակերտները միայն այն ժամանակ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը մահից հետո 3-րդ օրը մեռելներից հարություն էր առել, նրանք հասկացան, որ նա իր մարմինը նկատի ուներ տաճար ասելով։ Այո, Աստված այլևս քարեղեն տաճարների մեջ չէ, որ բնակվում է։ Աստված բնակվում է Հիսուս Քրիստոսի մարմնի հոգևոր տաճարի մեջ։ Եվ այդ տաճարը մենք ենք իրար հետ միասին, երբ որ հավաքվում ենք։ Բայց նաև ինչ խորհուրդ կա, որ Տերն ասեց. «Երանի քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որ դու Պետրոս ես, ու այս վեմի, այս ժայռի վրա կշինեմ իմ եկեղեցին»։ Այո, վեմը Քրիստոսն է, բայց նաև ինչ կարևորություն կա, որպեսզի տաճարը շինվի ու բարձրանա, Պետրոսների կարիքն էլ կա, քարերի կարիքը կա, նաև ծառայողի կարիքը կա, նաև վեմը նաև որն է դառնում, վեմը Քրիստոսն է, նաև հայտնության խոսքն է, որ Պետրոսը ունի Աստծուց ու կարող ինքը կանգնել և հռչակում անել և ծառայել Աստծուն այդ խոսքի հայտնության միջոցով։ Եվ հիմա ես ուզում եմ կարդալ Եփեսացիս 2-րդ գլուխ, պետք է որ 19 կամ 20 խոսք լինի, 18 համարից։ Նրա ձեռքով մենք երկուսս մեկ հոգով հորը մոտենալու արտոնությունն ունենք։ Հեթանոսների և Իսրայելի մասին է խոսում։ Սրանից հետո դուք օտար չեք, դիմում եմ մեզ, ովքեր որ հրյա չէին, մյուս ազգերից էին, ու պանդուխ չեք, այլ Աստծո սուրբերի քաղաքակիցներն եք և Աստծո ընտանիքն եք։ Ուրեմն Եփեսացիս 2-րդ գլխի 19-րդ համարը կարդացի. Ով ենք մենք, տեսեք, մենք այլևս օտար չենք Աստծուն և պանդուխ չենք, ովքեր են պանդուխները, որ չունեն երկիր և դեգերում են այս աշխարհի վրա, այլ սուրբերի քաղաքակիցներն եք և Աստծո ընտանիքն եք, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Մենք Աստծո ընտանիքն ենք, և որն է մեր հիմքը եղել, առաքյալների ու մարգարեների դրած հիմքի վրա է շինվում սա, որի անկյունի գլուխը Քրիստոսն է։ Այո, ժայռը Քրիստոսն է, բայց հիմքերը ովքեր են դնում, առաքյալներն ու մարգարեները։ Ինչ է ստացվում, որ Աստված օգտագործում է իր ծառաներին, ծնունդ տալու եկեղեցի, ծնունդ տալու ժողովք։ Այսինքն, Տիրոջ համար կարևոր է գտնի մեկին, ում տա հայտնություն, և այդ մարդը այդ հայտնության խոսքի վրա ամուր կանգնի և հռչակի Տիրոջ կամքը։ Եվ մարգարեներն ու առաքյալներն ինչ էին անում, Աստծո հայտնության միջոցով ինչ էին անում, հիմք էին դնում։ Կարդամ առաջի Կորինթաց 3-րդ գլուխ։ Պողոսի գրվածքն է, տեսնենք ինչ է ասում Կորինթացիներին։ Ինչպես սկսվեց Կորինթոսի եկեղեցին։ Առաքյալը ասում է այդ մասին, ասում է, որ 3-րդ գլխի 10-րդ համար։ Լավ, 9-րդ համար։ Մենք Աստծո գործակիցն ենք։ Ինքը առաքյալների մասին է խոսում, իր ու Ապողոսի։ Դուք Աստծո մշակությունն եք, Աստծո շինությունն եք։ Եկեղեցու մասին է ասում, եկեղեցին, Աստծո ժողովուրդը, Աստծո զավակները ովքեր են, Տիրոջ մշակությունն են։ Մշակություն նշանակում է, որ դաշտ, որը մշակվում է։ Դուք Աստծո շինությունն եք, տաճարն եք, այսինքն, որ Տերը շինում է ձեզ։ Աստծո շնորհքի չափով, որ ինձ տրվեց, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրեցի։ Բայց նրա վրա շինողը ուրիշ է։ Միայն թե ամեն մեկը թող զգուշ լինի, թե ինչպես է շինում։ Քանի որ մեկը ուրիշ հիմք չի կարող դնել դրվածից բացի,
որը Հիսուս Քրիստոսն է։ Եթե մեկը այս հիմքի վրա շինելու գործածի ոսկի, արծաթ, պատվական քարեր, փայտ, խոտ եղեք, ամեն մեկի գործը հայտնի կլինի։ Քանի որ օրը Երևան պիտի հանի, քանի որ կրակով պիտի հայտնվի եւ ամեն գործի ինչ տեսակ լինելը կրակը կփորձի։ Եթե մեկի շինած գործը մնա, ինքը վարձ կառնի։ Եթե մեկի շինածը վարվի, նա վնաս կքաշի, բայց ինքը կազատվի, սակայն այնպես ինչպես թե կրակի մեջից դուրս պրծած։ Պողոս առաքյալը ինչ ասեց։ Ասում է իր եւ Ապողոսի համար Տիրոջ ծառաների մասին է խոսում։ Ասում է մենք Տիրոջ ծառաներն ենք։ Իսկ եկեղեցին Աստծո ժողովուրդը այն դաշտն է, որ Աստված մշակում է։ Դուք այն հոգևոր տաճարն եք, որ Աստված շինում է։ Բայց ինչպես է շինում։ Ասում է մենք հիմքը դրեցինք, որի անկյունի քարը Քրիստոսն է։ Ինչ է ստասվում։ Ինչու է կարևոր այս կապակցումը։ Երանելի ես դու։ Դու Պետրոս ես։ Դու հայտնություն ստացար Սիմոն։ Եվ այս հայտնությունը քեզ Պետրոս դարձրեց, ու ես այս ժայռի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Պետրոսի դերակատարումը ո՞րն է եկեղեցու շինության մեջ։ Պետրոսը ինչ պիտի աներ հայտնության խոսքի համաձայն հիմքը պիտի դներ եւ այդ հիմքը այդ ժայռը լինելու էր Քրիստոսը։